Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նոր կառուցվող ես հիպոթետիկ հարցերի չեմ պատասխանում։ Պարոն Ռուբինյան, ես հարցում եմ ձեզ։ Շատ լավ, լսում եմ ձեզ։ Արդյոք մինչև տարվա ավարտը, ինչպես բազմիցս հայտարարվել է, կաթողիկոսին հեռացնելու գործընթացը կավարտվի։ Որտեղ ով է հայտարարել, որ կաթողիկոսին, հավանաբար կաթողիկոս ասելով նկատի ունեք Կտիչ Ներսյանին, ով է հայտարարել, որ մինչև ով է հայտարարել, որ մինչև տարվա ավարտ, ով, անուն ազգան։ Հավանական համարում եմ ընդհանրապես, որ Կտիչ Ներսյանը, այսպես ասեմ, հավանական չեմ համարում, որ Կտիչ Ներսյանը որևէ ձև ունի իր ձևով կամ այլ ձևով որևէ ձև ունի մնալու կաթողիկոսական գահին, որովհետև ինքը չի կարող մնալ այդ գահին։ Ես կարծում եմ ինքը կհեռանա։ Քրիստոնեաբար։ Մի քիչ բացենք, պարոն Ռուբինյան, Ինչ կա, Աստվածաշունչը կարդացեք կբացվի։ Իսկ ամանորի գիշերը շնորհավորանքը ցուցադրվելու է, թե այս տարի Ում շնորհավորանքը։ կաթողիկոսի։ Ես կարծում եմ թափուր է մեր կաթողիկոսական գահը։ Թե կարող ուրիշ հոգևորականի տեսնենք, օրինակ Չգիտեմ, ես ոչ Ամերիկում եմ աշխատում, ոչ էլ հոգևորական եմ։ Պարոն Ժիբինյան, ԿՎ-ում սկսվել է տեխնացուների հետ երկխոսությունը կամ հարցաքննություն, հարցապատասխան քննություն, չգիտեմ, դուք գիտեք ինչպես ձևակերպեք։ Ինչ նորից կասեք։ Տեխնացուների հետ։ Ինչ հարցաքննություն, ինչ նկատ։ Երկխոսություն եք սկսել հարցապատասխան։ Հարցաքննություն բառը օգտագործեցիք, հա։ Բայց ինչի եք դուք օրինակ այդպես բառեր օգտագործում։ Հարցաքննություն կարող է օրինակ Հայ ազգային կոնգրեսում լինի, ինչի եք դուք այդպես բառեր օգտագործում։ Մենք ձեր մոտ տպավորություն ենք թողել հարցաքննողների, հա։ Քննողների։ Ոչ էլ քննողների, հա։ Ոչ էլ երկխոսություն է։ Մենք ունենք ի տարբերություն Հայաստանի կուսակցությունների գերակշիռ մեծամասնության, ես կասկածում եմ, որ նույնիսկ ի տարբերություն բոլոր մյուս կուսակցությունների։ Ունենք նախընտրական ցուցակի ձևավորման ժողովրդավարական համակարգ, երբ որ նախընտրական ցուցակը ոչ թե ձևավորում է մեկ մարդ կամ մեկ վարչություն, այլ մենք ունենք հստակ ընթացակարգ, որ մարդիկ կուսակցականները, իդեպ նաև ոչ կուսակցականները կարող են առաջադրել իրենց տեխնացությունները ցուցակում ընդգրկվելու համար։ Հետո վարչությունը հանդիպում է տեխնացուների հետ։ Ունենում է նախնական քննարկում, որի արդյունքում իրականացնում է տեխնացուների գրանցում։ Հիմա մենք այդ փուլում ենք։ Հիմա շարունակեք ձեր հարցը։ Քանի տեխնացի օրինակ արդեն կա։ 300-ից ավել է։ Դիմել։ Օրինակ արդեն որոշել եք ձեր այս ցուցակից մարդկանց, որ օրինակ Չէ, քանի որ գործընթացը չի ավարտվել, ես հիմա չեմ ուզում հստակ ասեմ ով է գրանցվել, ոչ գործընթացը շարունակվում է։ Ինչ եք հարցնում, պարոն Ռուբինյան, եթե գաղտնիք չէ հարցաշարի ինչ եք հարցնում, հարցաշար այսպես ասած ինչ։ Բարեկարգության հետ կապված հարց, այսինքն միտքը հետևյալն է, քանի որ նախընտրական ցուցակը կազմվելու է համաժողովի կողմից, նախ պետք է տեխնացուներին գրանցել, որպեսզի իրենք մասնակցեն քվեարկությանը։ Եվ գրանցման հիմք է հանդիսանում մինիմալ շեմ, այսինքն շեմ, որը վարչությունը համարում է, որ տեխնացուն հաղթահարում է գրանցվելու եւ քվեարկությանը մասնակցելու։ Ինչպես է կողմնորոշվում, ինչ հարցերի միջոցով։ Դե ըստ իրավիճակի, ըստ տարբեր հարցեր, տարբեր կաթողիկոս նախ եթե կաթողիկոս ասելով նկատի ունեք Կտիչ Ներսյան, ոչ ամենևին ինքը մեր քննարկումների առարկա չէ տեխնացուների գրանցման հարցը։ Փաշինյանի նվիրվածության չափն եք որոշում։ Ախր նայեք, օրինակ կարող է Հայաստան դաշինքում կամ Ռոբերտ Քոչարյանին պատկանող լրատվամիջոցներում մարդկանց գնահատում են ըստ Քոչարյանի նվիրվածությամբ։ Քաղաքացիական պայմանագիր, ներողություն։ Քաղաքացիական պայմանագիրը կուսակցություն չի, որը հիմնված է մեկ մարդու շուրջ։ Քաղաքացիական պայմանագրում քաղաքացիական պայմանագիրը, այդպիսի կուսակցություն չի, քաղաքացիական պայմանագիրը, օրինակ, չգիտեմ, այլ նախկին, այսպես կոչված նախագահների կուսակցությունների պես չի, որտեղ բոլորը ներողություն, այո, ի տարբերություն շատ քոչանական
կուսակցությունների եւ լրատվամիջոցների քաղաքացիական պայմանագրում մարդիկ կարող են տարբեր կարծիքներ ունենալ։ Որ Փաշինյանի ասածը չանեն ու մնալ կուսակցական։ Այո, Ղազարյանը դրա վառօրինակ։ Հովիկ Աղազարյանը վառ օրինակն է մարդու, որը ներկուսակցական լուրերը հայտնել է լրատվամիջոցներին փակ տեղեկատվությունը։ Դրա համար ինքը դա հանցագործություն չի, բայց ինչքան գիտեմ, որ Հովիկ Աղազարյանը մեղադրվում է կաշառք ուզելու մեջ, բայց դա թող դատարանը, չեմ կարծում, որ դրա վերաբերյալ դատական։ Չգիտեմ, դուք ավելի լավ եք հետևում, բայց ինչ եմ ուզում ասել, եթե դուք ձեր հարցերով ուզում եք ենթատեքստ դնել, որ ԿՊ-ն այնպեսի կուսակցություն է, որտեղ ամեն ինչ չափվում է Փաշինյանի նվիրվածությամբ, դուք կարծում եմ այս դեպքում դատում եք ձեր սեփական ներողություն արտահայտությանից համար չհասկացության աստիճանը։ Չէ, նկատի ունեմ ձեր նկատի ունեք։ Եվ լավ չարտահայտեցի իրոք։ Նկատի ունեմ ձեր մտքի փչացվածության աստիճանը։ Իմ միտքն է փչացած։ Չէ, որովհետև դուք շատ վիրավորական ենթատեքստ եք դնում ձեր հարցերի տակ։ Նվիրվածությունը վիրավորական արտահայտություն։ Այո, որովհետև դուք ենթատեքստ Ես դնում նրանց եք։ հետո կհարցնեմ իրեն, ձեզ նվիրված լիներ ովքեր ձեզ նվիրված են, դա վիրավորված Չէ, է։ տեսեք էլի Ես Փաշինյան պիտի հարցնեմ դա։ Օրինակ Ռուբինյանի նվիրվածությունը կարող եք հարցնել, բայց կրկնում եմ, դուք ձեր հարցի տակ դնում եք մանիպուլյատիվ եւ վիրավորական ենթատեքստ, որովհետեւ ես ձեզ չեմ հարցնում, չէ, օրինակ ձեր գլխավոր արժանիքը ձեր բանում, ձեր խմբագրությունում, միթե ձեր խմբագրին կամ ձեր լրատվամիջոցի տիրոջը նվիրվածությունն է։ ձեր կուսակցական հարաբերությունները Ինչով է։ Բայց ամեն դեպքում ներողություն եմ խնդրում, իրոք երևի լավ չհնչեց։ Հետնաբանությունից, բայց հասկացաք ինչ նկատի ունեմ։